Ես կարող եք ես ճանաչում եմ, որ եկա։ Ներկայացեք։ Մարտին Կարապետյան։ Որտեղից եք եկել։ Աշտարակից։ Դուք ուժեղ Հայաստանի աջակից եք ուսուցչական։ Այո, էլեկտրոնային պոչտայով, անձնագրով ընդունվել եմ եւ շատ եմ ջատագովում, իրոք որ մարդա դեմքա կարելի ասել շատ գեղեցիկ արտաքինով, որ մեր վարչապետը կարող է ներկայանալ արտասահմանում եւ այլն։ Լավ եք ելի, հանուն մի տվեք, կամ խեք յան ավելացնի։ Ես չեմ ճանաչում նման մարդ։ Իսկ ուսուցիչներ ունեք ընտրություններից, նախատեսում եք ելքից։ Գիտեմ, որ ինքն այն եմ ունել։ Մեր Սամվել Կարապետյանը, այո, անգամ երազ է եկել։ Վարչական ռեսուրս չի կիրառի իշխանություն ընտրություններում։ Իսկ թվում է ոչ, որտեղ չի կարող։ Կան է որոշ ինչ-որ սխալներ, բայց ինչ-որ մեծ ծավալով չի անի, վախեցած են։ Արդեն մեծամասնությունն է դուրս գալիս։ Հիմնականում կարելի ասել մեր ամբողջ Հայաստանը տեսնեք որ ոտքի է կանգնել։ Եվ վախեր է տիրում էլի այնտեղ։ Իսկ ուժեղ Հայաստանի ներկայացրած ծրագրերից ասեցիք աշտարակից եք, չէ՞։ Ծանոթ եք դրանց, օրինակ ո՞րն է ձեզ ամենաշահեկան, ամենահետաքրքիր, կոնկրետ կարող եք ձեր մարզի օրինակով ասել։ Մեր մարզի օրինակով հիմա մեծամասնություն արդեն էլի կազմում, առաջ չէ, բայց հիմա արդեն մարդիկ խելքի են գալիս, կարելի ասել։ Օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն տևական ժամանակ է ձեր հանդիպակիցների ընկերների մասնակցությամբ ենթադրյալ օգտակաշարժ բաժանելու ձայնագրությունները հրապարակել։ Նման բաներ չկա, սա ասիկոսիներ է։ Քանի որ գոյություն ունի խոսքի մտքի ազատություններ, մարդու իրավունք, դրա համար մի քիչ պիտի այդպիսի ծավալներով հանդես չգան, էլի։ Անհարմար է մեր հայ ազգին։ Նման բաներ չկա, դա ասիկոսիների կարող եք անվանել։ Ասիկոսիները։ Օրինակ դուք մարդկանց մոտ Խաբեբայությունը։ կան ընտրություններում եւ այս ընտրություններում հակված են իրենք Նիկոլ Փաշինյանին ընտրելու, թե մեծամասնությունը չէ, որ զրուցում եք ձեր նույնիսկ հարևանների հետ։ Գիտեք, մարդիկ հիմա քիչ վախ է տիրում, դա էլ ասեմ, բայց Վախ ինչի համար իշխանությունը ստորագետանում նոր ասեմ, էլի։ Հիմա մարդիկ կան մարդիկ, որ էլ չեն էլ վախենում, գիտես թե, որտեղ բոլորին բռնել չի լինի։ Ամբողջ Հայաստանով չեն բռնելու։ Մարդիկ իրենց կարծիքն են արտահայտվում վերջապես։ Թույլատրել է, չէ՞ մարդը իր կարծիքը արտահայտի։ Եվ կան մարդիկ, որ ասում են կգա օրը մենք ինչ որ պետք է կանենք։ Էլ չեն ասում ընդդիմադիրին կանենք, զայն կտանք եւ այլն, բայց հիմնականում կուրիստերում հիմա այդ միտքն է, էլի, տեղի ունենում։ Նույն վստահությունը, որ դուք ունեք, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, նույն վստահությունը կապված ունի Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ, ձեր վստահությունը որտեղից է գալիս կամ հակառակը դրա։ Իմ վստահությունը առաջնահերթ մացի սարն է, որ մեր այդ սուրբ սարը ինքը հիմնահատակ է ուզում անի։ Իմ ամենամեծ ոնց որ ասած էմոցիան այդտեղից ասում, որովհետեւ մանկուց եմ սիրել այդ մեր գեղեցիկ սարը։ Անգամ արտասահմանում շատ տեղեր եմ եղել, ամբողջ աշխարհում ես համացամ շատ տեղեր եմ եղել։ Եվրոպա, Ամերիկա։ Ես այնտեղ էլ նկարում եմ վարկանի տակ մացի սարը անգամ գրիչով նկարում եմ, ցուցադրում եմ, ասում եմ այսպես սար ունենք, էլի տեսեք ինչ գեղեցիկ սար է, պատմություններ պատմում եւ այլն։ Մանկուց ես հրապուրված եմ եղել այդ սարով, որտեղ իրոք սրբություն կա մեջը։ Եթե մի հայ սրբությունը մոռանում է եկեղեցիներով, այդ մեր գեղեցիկ Արադ լեռով, էլի ինչ ասես, այդ մարդը ինչ խոսած, ինչ հավանություն տաց դրան, որի լավն ասես։ 6-ը ճակատին գրած է, եթե 10-ը սխալը չանի, 6-ը օրվա մեջ պտանի։ Կոսմիկ հաստատություն կա մարդկանց մոտ։ Այս ազգային արժեքները հեռացնելուց հետո մտածում եք մարդիկ չեն ընտրի Փաշինյանին։ Մի չնչի զանգված կա էլի, ես մի հատ գաղտնիք ասեմ ձեզ։ Մենք խորհրդային ժամանակ, խորհրդային միության ժամանակ որ ապրել ենք, ուրեմն միասին ենք արել մի համակարգում էլի, մենք չենք ճանաչել անգամ որ հայերի մեջ թուրք գոյություն ունի։ Հիմա արդեն նմանները իրենց գեներով հանդես են գալիս, անգամ հանդես են գալիս, արդեն ճանաչում են։
Մենք ապրել ենք այդ կարգերում խորհրդային միության եւ չենք ճանաչել, որ իրոք գեներալ թուրքեր կար մեր մեջը։ Հիմա այդ ընդդիմադի իր այսքան Նիկոլի հետ մարտիկ որ իր կողմնակից են, այդ բոլորին կարելի է թուրք անվանել։ Տապած թուրքեր։ Գեներալ որ թուրքեր մնացել։ Հիմա մենք ջոգդովում են, արդեն որ մենք ճանաչում ենք։